Դիանա Գրիգորյանի վերջին զանգահեռուստասերիալի նկարահանումները դեռ շարունակվում են, բայց հեռուստասերիալի ավարտին մնացել է ընդամենը հաշված օրեր։ 1 ամիս ու հեռուստասերիալը կդառնա պատմություն, ևս մեկ գեղեցիկ ավարտ և իհարկե, ինչպես նշում է Դիանա Գրիգորյանը իր ինստագրամյան էջում, յուրաքանչյուր ավարտ նոր բանի սկիզբ է։ Իսկ սա նշանակում է, որ մենք ականատեսն ենք լինելու շատ շուտով նոր հեռուստասերիալի նախագծային աշխատանքներին։ Սա նշանակում է, որ ընդամենը մի քանի շաբաթից հեռուստադիտողները Դիանա Գրիգորյանի նոր հեռուստասերիալին ականատես կլինեն։ Բայց Դիանա Գրիգորյանը հեռուստադիտողներին ունի իր հետաքրքիր առաջարկը։ Հեռուստասերիալի ավարտին նկարահանվելու է ֆիլմ ֆիլմի մասին, և հեռուստադիտողները հնարավորություն ունեն իրենց տեսաուղերձը հղելու և հայտնվելու ֆիլմ ֆիլմի մասին տեսանյութում։ Իսկ թե ինչ պայմաններ է առաջարկել հեռուստասերիալի սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանը և ինչ պետք է անեք, որպեսզի հայտնվեք այդ տեսանյութում, կարող եք դիտել մեր կողմից պատրաստված տեսանյութը։ Դիանա Գրիգորյանն այս տեսանյութերը հրապարակել է ինստագրամի իր էջի սթորի բաժնում, ուր ցանկացած տեղեկատվություն հասանելի է միայն 24 ժամ, ինչից հետո անհետանում է։ Իսկ վերջին զանգահեռուստասերիալում իրադարձությունները հաջորդում են մեկը մյուսին, իրադարձություններ, որոնք լարված են, հետաքրքիր և իհարկե հեռուստադիտողները սպասում են հեռուստասերիալի հետաքրքիր հանգուցալուծմանը։ Սոսը որդուն փրկելու համար վտանգում է իր կյանքը։ Կարծում եմ յուրաքանչյուր ծնող նման կերպ կվարվի, քանի որ սոսը շատ լավ գիտի, թե ում մոտ է հայտնվել Արամն ու ամեն ինչ անում է, որպեսզի փրկի որդուն, և ինչպես նա զանգահարում է Լիլիթին ու ասում, որ Արամին լավ նայի և պաշտպանի նրան։ Բնականաբար Լիլիթը սա ընդունում է որպես հրաժեշտ։ Երբ Արամը գալիս է տուն, ավելի շուտ բերում են նրան վիրավոր վիճակում, միակ մարդը, ով առաջինը հանդիպում է Արամին, դա Հենրին է։ Նա ստիպված Հենրիին խնդրում է, որպեսզի հորը օգնի։ Ողջույն սիրելիներս, հուսով եմ լավ եք։ Քիչ մնաց ձեր շատ սիրելի սերիալի ավարտին, քիչ մնաց։ Հիմա շատ հետաքրքիր բան եմ մտածել։ Բոլոր նրանք, ովքեր ուզում են իրենց ասելիքը մեզ ուղարկեն, կարող են վիդեո ուղերձով նկարեն և ուղարկեն մեզ։ Մենք մեր ֆիլմի մասին, երբ որ նկարենք հաղորդման շրջանակներում, իմացիր ավելին հաղորդման շրջանակներում, անպայման կներառենք ձեր վիդեո ուղերձները։ Այնպես որ սպասում ենք, ուղարկեք, արտահայտեք ձեր կարծիքը, արտահայտեք ձեր ապրումները, այն ինչ որ կա ձեր ներսում, ֆիլմի հետ կապված կարող եք ուղարկել, այնպես որ սպասում եմ, ուղարկեք, սիրում ենք ձեզ և շատ շնորհակալ ենք մեզ այդքան սիրելու, մեզ դիտելու համար, այդքան սիրուն խոսքերի համար, այդքան հոգատար լինելու համար, շատ ենք սիրում մեր հեռուստադիտողին, մեր հետևորդին, մեր յութուբյան դիտորդին։ Գիտեմ, որ դժվար է հրաժեշտ տալ ձեր շատ սիրելի սերիալի հերոսներին, որովհետև դուք ապրել եք իրենց կյանքով և ապրել եք իրենց դժվարություններով։ Գիտեմ, որ նաև տխրելու են նրանք, ովքեր պարբերաբար մեզ գրել են, թե ավարտեք, խնդրում ենք, իրենք էլ են տխրելու, որովհետև ամեն դեպքում ինչ-որ բան ներսում դատարկվելու է։ Բայց հիշեք, որ ամեն բանի վերջ մի նոր բանի սկիզբն է ազդարարում։ Նոր բան։ Ես գիտեմ հիմա շատերը գրելու են, որ կրկին ինչ-որ բան է լինելու, մենք ընկնելու ենք ինչ-որ, չգիտեմ, մտածմունքների մեջ և այլն, բայց նրանք, ովքեր դա գրում են, նրանք ամենաշատն են դիտում մեզ, ու մենք նրանց ամենաշատն ենք, շնորհակալ, շատ շնորհակալ ենք ձեզ, որովհետև դուք պարբերաբար դժգոհում եք, բայց դուք դիտում եք մեզ, և դուք ամենալավն եք, իրապես, դուք ամենալավն եք։ Դե ինչպես նշեց Դիանա Գրիգորյանը, հեռուստասերիալն ավարտվում է, իսկ ավարտին կարող եք ներկա լինել նաև ինքներդ տեսանյութի տեսքով, ինչպես ասում է
Դիանա Գրիգորյանը։ Եթե ցանկանում եք առաջինը լինեք տեղեկացված, ապա անպայման միացեք մեր ալիքին, տեսանյութի մեկնաբանություններ բաժնում թողեք ձեր կարծիքը եւ գրեք ինչ եք կարծում, ինչպես է վերաբերվելու Աննան, երբ իմանա, որ Միքայելն այսքան տարիներ նրան խաբել է։ Խաբել են ոչ թե միայն Միքայելը, այլ իր շրջապատում բոլորը։ Ինչպես կվարվի Հենրիի հետ, երբ իմանա, որ այսքան ժամանակ նա տառապում է իր դստեր կորստից, մեղադրում է բոլորին եւ իհարկե տեղեկանում է, որ Հենրին, ում նա սիրել է հարազատ զավակի նման, այսքան տարի թաքցրել է այդ գաղտնիքը։ Ինչպես է վարվելու Անգելինան Հենրիի հետ, երբ իմանա, որ նա նույնպես տեղյակ է եղել, որ իր կենսաբանական ծնողները ողջ ու առողջ են ու իրենից թաքցրել է։ Ամենահետաքրքիրը դեռ առջևում է, այնպես որ բաց մի թողեք ձեր հնարավորությունը տեղեկացված լինելու, չմոռանաք նաև տեսանյութի մեկնաբանություններ բաժնում գրել, թե այս հեռուստասերիալում որ կերպարին ու որ դերասանին եք ամենաշատը սիրում եւ որ կերպարի ու դերասանի մասին կցանկանայիք ավելի շատ տեղեկատվություն ստանալ։